Հայտնի և սիրված բլոգեր Քրիստինե Մարգարյանի օրերս Instagram սոցիալական հարթակում արված հրապարակումը զարմացրել է շատերին։ Նա կիսվել է հաղորդավար, շոումեն և հանդիսավար Արամ Մելիքյանի ու իր մայրիկի մասնակցությամբ անկեղծ, ջերմ ու զվարճալի հոլովակով։ Տեսանյութից պարզ է դառնում, թե նրանք որքան ընտանեկան ու ընկերական հարաբերություններ ունեն։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Չես գրկում Արամ։ Գիտեմ, լսի միշտ հիշում է, որ գրկել ես։ Դոշը սահմա միջև հիմա։ Գրկիչ եմ էլի։ Մենց էր գրկել, դոշը սահմել էր միջևի սահմա։ Վայ ուտեմ։ Բլոգերը եղել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարի հյուրը։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ-որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որ տեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել ա։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ, հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թեպետ կապը կա, շփվում ենք, իմ ծնողն ա, շատ սիրում եմ, բայց մամաս ա ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը Instagram-ի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վատ զգամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։ Մարգարյանն ինչպես արդեն հայտնի է, իր էջում անձնական կյանքից մանրամասներ չէր հայտնում։ Սակայն նա օրերս իր հետևորդների հետ կազմակերպել է հարցուպատասխան և փոքր-ինչ անկեղծացել։ Քրիստինե ջան, ինչի չեք պատմում, ով է ձեր երեխայի հայրը։ Մարդիկ մտածում են, որ դուք էկո կամ… Հետևորդներից մեկի այս հարցին Քրիստինեն պատասխանել է. Ինչ ուզում են թող մտածեն, եթե չեմ ասում, նշանակում է դեռ չեմ ուզում այդ մասին խոսել։ Խնդրում եմ հարգել իմ որոշումը, ի վերջո դա իմ անձնական կյանքն է։ Իրականում տղա երեխան շատ համով բան ա, Քրիստ ջան։ Հետևորդի նման դիտարկմանը Քրիստինեն պատասխանել է. Վայ այն մարդուն, ով Աստծո կամքին դեմ կգնա, որովհետև ամեն ինչ նրա կամքով է լինում։ Միշտ խոսակցություն էր եղել տղա ունենալու մասին։ Աստված լսում է ամեն խոսք, ամեն բառ, որ մեր բերանից դուրս է գալիս։ Ու վերջում այն գալիս է այն մարդուն, ով հավատքով է գնում առաջ։ Ինձ թվում է ձեր երեխայի անունը Հովհաննես եք դնելու։ Շատերը գրում են Հովհաննես է լինելու, բայց ոչ, Հովհաննես չէ։ Իհարկե շատ սիրուն անուն է, բայց դա չէ։ Շուտով կասեմ, մենք ընտրել ենք մի անուն, որը շատ սիրուն է ու մեր սրտին շատ մոտ։ Վաղ Քրիստիկ, արդեն լավ ես զգում քեզ, շատ էի վախեցել։ Աշխարհի չափ սիրում եմ քեզ ու մամայիդ։ Այնքան հաճելի է, երբ անծանոթ մարդիկ այսքան ջերմ են խոսում ու իրենց սերը ցույց տալիս։ Բա ես ոնց եմ ձեզ սիրում։ Դուք ինձ համար արդեն շատ հարազատից էլ ավել եք։ Կարող չնշել, որ Քրիստինան շարունակում է պահել անձնական կյանքի մի հատվածը փակ։ Թեև նա ակտիվորեն կիսվում է իր առօրյայով, մայրիկի հետ հոլովակներով և այժմ նաև հղիության ուրախալի լուրով, Քրիստինեն երբևէ չի ներկայացրել իր ամուսնուն հանրությանը։ Հատկանշական է նաև նշել, որ վերջերս կազմակերպած հետևորդների հետ հարցուպատասխանի ժամանակ նա խոստացել է հետևորդներին ցույց տալ ամուսնուն և ոչ միայն։ Սակայն հստակ ժամկետ չի նշել։ Այս թեման իհարկե շարունակում է հետաքրքրել հետևորդներին
դառնալով ակտիվ քննարկումների առիթ սոցիալական հարթակներում։ Քրիստինե Մարգարյանի յուրաքանչյուր հրապարակում, հատկապես վերջին շրջանում, մեծ հետաքրքրություն է առաջացնում, կապված նրա կյանքի նոր փուլ մտնելու հետ։ Նա իր վերջին հրապարակումներից մեկում ներկայացրել է նոր գնումները։ Բլոգերը հոլովակներում փորձում է գնաց հագուստները և դրանք ներկայացնում հետևորդներին։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։ Լավ չի զգում ինձ թույլ էի, աշխատեցի շատ արագ շուտ գնումներ անեմ ու դուրս գամ։ Շատ հարմար աղջիկներ ջան, թեթև։ Իրան կարամ այ սենց։ Տիրունու հավեսը, ժիլետիկը, սենց երկարաթև, սև մայկաներով, սպիտակ մայկաներով հարմար կլինի։ Հակնը, այս կողմից սենց ամրանում է։ Հարցավ իրար է սենց սետ։ Սա էլ տաբատը է, այս մյուս տարբերակի։ Էլի շատ լավն է, փոփուկ։ Հագնես, մի ասենց տակ բան գտես ու դուրս գաս տանից։ Սիրում եմ ձեզ։ Ղիության որ շաբաթում եք, նա պատասխանել է. 9 անցել ենք։ Երեխայի սերը գիտեք, դեռ ոչ։ Ձեր ամուսնու հետ նկար չունեք, շատ բաներ ունեմ, շուտով։ Իսկ ձեր ամուսինը հայտնի մարդ է։ Չէ, բայց կդառնա։ Այս եւ մի շարք այլ հարցերի բլոգերը պատասխանել է, որից հետո կիսվել 2 հոլովակով, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ասենք, ես էլ իրա սրտիկը սենց որ խփում եմ։ Սենց, հələ ոնց է շարժվում, սրա վիլա ճատիկ Ոյ, ես կդժվեմ։ Հələ, սրտա շարժվում։ Երկու զույա գերել, ասում մամա ապրես, կուշտեմ։ Շրջվեց մեզ, հələ։ Կացլամա եմ սարդում կոհամար։ Անոխիկ կռիվալու նոր։ Իստինյանը, սիրտը սրանից հետո ինչիզի, իմացի, որ մաման ամեն չէ սարդում։ Բայց նոր ինչ էիք խոսում։ Մամ, Վայ չաղջի։ ինչ ես